Հասարակական քաղաքական հայտնի գործիչները, մարզաշխարհի որոշ ներկայացուցիչներ եւ բազմաթիվ քաղաքացիներ իրենց զորակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին, խիստ դատապարտում նրա նկատմամբ բռնաճնշումների ոչ միայն բովանդակությունը, այլև ձևը։ Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Բեթելհեյմի տեսության համաձայն տոտալիտարիզմը մարդուն տալիս է ապահովության կեղծ զգացում, օգնում է իրեն զգալ մեծամասնության անդամ, ազատում է ինքնուրույն մտածելու եւ որոշումներ կայացնելու ծանր բեռից։ Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր։ Մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվարին պահերին աջակցել է։ Բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ եւ այլն եւ այլն։ Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է։ Մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Սակայն պարզվում է նաեւ, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ եւ քաղաքացի, չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք իրոք շատ են, շատ ավելի շատ, քան մենք պատկերացնում ենք, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։ Բեթլեյհեյմն ի վերջո եզրակացնում է տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն եւ ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի եւ արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող հանդարտության գինը հոգու մահն է։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը նշել է, առանձնապես անընդունելի են համացանցում տարածվող այն կադրերը, որոնցում իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոպիտ ֆիզիկական ուժ են կիրառում եւ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որը որևէ պարագայում չի կարող համարվել արժանապատիվ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ տարբեր նախաձեռնություններով աջակցել եւ կանգնել է հայ ժողովրդի կողքին։ Բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են նրա աջակցությունը։ Արցախցիներս երբեք չենք մոռանում այն մարդկանց, որոնք մեր ժողովրդի ամենադժվար օրերին եղել են մեր կողքին։ Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունն ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարության եւ մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր եւ պատմական գիտությունների թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը գրել է. Այնինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է, սա ըստ հայտնի մարզիկի միայն Ծառուկյանին չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձն է ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Ծանրորդ Արա Խաչատրյանն այս լուսանկարն է հրապարակել եւ գրել. Այնինչ արել եք մեզ համար, ուրանալ չի լինի։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը մի ուշագրավ պատմություն է պատմել։ 2021 թվականին, երբ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսվել, Վարդանյանը Երևանի ավականու անդամ էր Բարգավաճ Հայաստան խմբակցությունից։ Որոշում էր ընդունվել, որ նախագծին խմբակցությունը կողմ է քվեարկելու, սակայն Վարդանյանը դա չէր կարող անել Մարությանի հետ անցած ճանապարհի բերումով։ Ահա թե ինչ է պատմում Վարդանյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից։ Սեղանին դրեցի մանդատս եւ ասացի, ես չեմ կարող կողմ քվեարկել իմպիչմենտին, չեմ ուզում նաեւ ին որոշմամբ խնդիր ստեղծել խմբակցության համար եւ պատրաստ եմ վայր դնել մանդատս։ Ծառուկյանը ուշադիր լսեց ինձ եւ պատասխանեց. ցավդ էլ տանեմ, ճիշտը մեկն է, ունես մարդու հետ անցած ճանապարհ, մեջքից չես խփում, մանդատդ վերցրու, այն քոնն է, ճիշտը մնում է ճիշտ, բժիշկ ջան։ Ամերիկացի ակտիվիստ եւ քրիստոնեության քարոզիչ Ջոել Թենին գրել է, որ հայ ժողովրդի տառապանքների, տոկունության եւ համառության մասին Գագիկ Ծառուկյանի հետ զրույցները խոր տպավորություն են թողել իր վրա։ Մենք խոսել ենք ոչ միայն Հայաստանի անցյալի, այլև ներկա պայքարի եւ ապագայի հանդեպ հույսի մասին։ Ակնհայտ էր, որ այդ մարդու սիրտը խորապես կապված է իր ազգի եւ ժողովրդի հետ։ Ի տարբերություն շատերի, Ծառուկյանը ԽՍՀՄ փլուզումից հետո չի լքել հայրենիքը։ Մնալ, կառուցել, ներդրումներ կատարել եւ հնարավորություններ ստեղծել հայրենիքում, երբ այդքան շատերը հեռանում են, դա զոհողություն է, որը արժանի է գնահատման։
Թեննին հավելել է, որ մուլտիգրուպը տարիների ընթացքում աշխատանքի ապահովել տասնյակ հազարավոր հայերի համար։ Սա պարզապես վիճակագրություն չէ, Ծառուկյանի բարեգործական աշխատանքը նույնպես նշանակալից է եղել։ Կառուցվել են եկեղեցիներ, աջակցություն է ցուցաբերվել մարդասիրական ջանքերին եւ Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ օգնություն են ստացել իրենց ամենածանր պահերին։ Գրել է ամերիկացի ակտիվիստը, նշելով, որ Ծառուկյանի առատաձեռնությունը նաեւ իր ընտանիքն է զգացել, երբ մեկ ամսից ավելի մնացել են նրա հյուրանոցների մեկում իրենց գործունեությունները ծառայեցնելով Հայաստանին։ Իմ ընտանիքը միշտ կհիշի երախտագիտությամբ, նշել է Ջոել Թեննին։